Սիրելի ընկերներ, ողջույն, առաջարկում եմ պատրաստել շատ համեղ ու ախորժելի ռուլետ, որը հաստատ ձեզ դուր կգա։ Եվ այսպես, խմորի համար հարիչի տարայի մեջ լցնում ենք 5 ձու, ավելացնում ենք մի պտղունց աղ և սկսում հարել։ Մի քանի վայրկյան հարելուց հետո ավելացնում ենք 150 գրամ շաքարավազ և շարունակում հարել հարիչի բարձր հզորության տակ, մինչև մասան սպիտակի, ավելանա ծավալով և ձեռք բերի այսպիսի տեսք։ Առանձին տարայի մեջ խառնում ենք 130 գրամ ալյուրն ու 30 գրամ կակաոյի փոշին։ Այնուհետև մաս-մաս ավելացնում ենք ստացված զանգվածին անպայման մաղելով, որպեսզի խուսափենք գնդիկներից, անցանկալի տարրերից, որոնք կգտնվեն և կակաոյի և ալյուրի մեջ, ինչպես նաև մասան հարստացնենք թթվածնով։ Խառնում ենք մեկ ուղղությամբ, զգուշությամբ, որպեսզի պահպանենք ստացված ծավալը։ Իհարկե կարող եք ամբողջը միանգամից ավելացնել կամ մաս-մաս։ Ես ավելացնում եմ 2 էտապով։ Ստացված խմորը լցնում ենք ջեռոցի տապակի մեջ, որի վրա նախապես դնում ենք գյուղաթուղթ։ Հավասարեցնում ենք և թխում 170-180 աստիճան տաքացված ջեռոցում 8-ից 10 րոպե կախված ջեռոցից։ Երկար չենք պահում ջեռոցում, որպեսզի շերտը չչորանա և փաթաթելիս չճաքի։ Պատրաստ լինելը ստուգում ենք փայտե ձողով, որը բիսկվիտից չոր է դուրս գալիս։ Անմիջապես ջեռոցից հանելուց հետո շերտը շրջում ենք մեկ այլ յուղաթղթի վրա, հեռացնում ենք վրայի յուղաթուղթը, փաթաթում ենք ինչպես ներկայացնում եմ տեսանյութում և սկսում ենք փաթաթել շերտը ռուլետի նման ոչ շատ պինդ, որպեսզի այն չվնասենք։ Թողնում ենք այսպես սառչի։ Այդ ընթացքում կպատրաստենք կրեմը։ 7-8 ճաշի գթալ շաքարավազին ավելացնում ենք 3 ճաշի գթալ ալյուր, լավ խառնում, ապա ավելացնում 500 մլ կաթ։ Դնում ենք կրակին և անդադ խառնելով եփում ենք մինչև մասան թանձրանա։ Վերցնում ենք կրակից, լցնում այլ տարայի մեջ, որպեսզի շուտ սառչի։ Ծածկում ենք սննդային թաղանթով անպայման այն հպելով կրեմին, որպեսզի խոնավությունը չհավաքվի սննդային թաղանթի վրա։ Սառելուց հետո 200 գրամ կարագը հարում ենք և քիչ-քիչ ավելացնում արդեն սառած կրեմը։ Վերջում ավելացնում ենք 1 թեյի գթալ վանիլին և շարունակում հարել, մինչև ստանանք համասեռ թեթև կրեմ։ Արդյունքում ստացվում է այսպիսի համեղ կրեմ։ Ըստ ցանկության վերցնում ենք սալորաչիր և ընկույզ, կտրատում ենք և սկսում ենք արդեն ձևավորել մեր ռուլետը։ Սառած շերտը նորից բացում ենք, ըստ ցանկության թրջում ենք կաթով, իհարկե կաթը կարող եք փոխարինել ցանկացած օշարակով։ Շերտի վրա լցնում ենք կրեմը և տարածում։ Սկզբնական հատվածում մի փոքր ավելի շատ ենք կրեմ դնում, քան վերջին հատվածում։ Վրան լցնում ենք ընկույզը և սալորաչիրը և փաթաթում ենք։ Փաթաթում ենք զգուշությամբ, հնարավորինս արդեն ամուր, որպեսզի դատարկ տեղեր չմնան։ Որից հետո կարող ենք զարդարել ըստ ճաշակի։ Ես վրան կրեմ եմ քսում, այնուհետև լցնում կակաո, որից հետո ձևավորում եմ ելակներով։ Իհարկե զարդարանքը ըստ ճաշակի է։ Պատրաստի ռուլետը անպայման դնում ենք սառնարան, որպեսզի այն կայունանա, որից հետո կտրատում ենք և մատուցում։ Նկարահանման վերջում մեզ մոտ արդեն մնացել է ռուլետի ուղիղ կեսը։ Այսօր այսքանը, հուսամ վաղադատոմսը ձեզ դուր եկավ, բարի ախորժակ։